Սիրելի ժողովուրդ, թույլ տվեք ինչպես միշտ զեկուցեմ ձեզ իրականությունը և այս պահին եղած անեկդոտները։ Առաջին մաս, ինֆորմացիոն մաս Տիգրանի հետ կապված, սիրելի ժողովուրդ։ Առաջինը, ամսի 7-ին դատական նիստ է։ Ժամը 12-ին բոլորը, ովքեր ուզում են Տիգրանին ազատ տեսնել, պայքարում են դրա համար, համեցեք դատարան։ Բոլոր ժուրնալիստներն էլ եմ խնդրում։ Այս պահին 1000-ը անցել է ստորագրությունների թիվը, որոնք աջակցում են Տիգրանի ազատմանը, որոնք Տիգրանին հայտարարում են քաղբանտարկյալ և որոնք պահանջում են իշխանություններից անհապաղ ազատել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին։ Ստորագրությունները շարունակվելու են։ Սա քաղաքական ակցիա է և շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր միանում են ստորագրություններին։ Ինչ կարող է տեղի ունենալ, տեսականորեն հետևյալ տարբերակները կան։ Ուժի մեջ է մտել ամնիստիան, համաներումը։ Ամնիստիան արդեն սկսում է գործել։ Ինչպես է այն գործելու։ Այն կարող է հաջորդ օրվան, երբ որ կիրարկման է դրվել, գործել։ Առաջինը անդրադառնալու է նրանց, ովքեր ում վճիռները հստակ է, ում հետ վիճելի և կիսատ որևէ գործընթաց չկա, և առաջինը բնականաբար վերաբերելու է փոքր հոդվածներին, մինչև 3 տարի ասենք։ Դրանք կարող են 1 օրում լինել, դա կամքի ցանկության հարց է, դատական վճռով է լինում բոլորը, բայց ոչ թե այսպես ֆորմալ կարող են դատական նիստեր հրավիրել, այլ դատավորը կարող է գնալ, ասենք Նուբարաշեն, տեղում վճիռ կայացնել ամնիստիան կիրառելու վերաբերյալ։ Այսինքն ցանկության դեպքում շատ արագ կարող են փոքր հոդվածի տերերը, կներեք համարության համար, արագ ազատ արձակվել։ Երկրորդ փուլին, ասենք մինչև 5 տարի, հետո մինչև 7 տարի, մինչև 10 տարի հոդված ունեցողներին է վերաբերում։ Նրանց, ում դեռ դատական վերջնական վճիռ չկա, մի քիչ ավելի ուշ, երբ որ կլինի դատական վճիռները։ Հիմա տեսականորեն ամսի 7-ին կարող է լինել վճիռ Եվա Թովմասյան, ճիշտ եմ հիշում։ Եվա Դարփինյանը կարող է վճիռ կայացնել և ազատ արձակել անմիջապես դահլիճից հետևյալ ձևով։ Պետք է վճիռ կայացվի և այդ վճռի հոդվածը պետք է լինի ամնիստիայի տակ մտնող հոդվածներից մեկը։ Այս պահին վճիռ դեռ չկա։ Այսինքն ֆորմալ առումով պետք է լինի հոդված և այդ հոդվածը տեղավորվի համաներման հոդվածների մեջ։ Այսինքն կարող է բարի կամքի դեպքում անմիջապես արագ քննարկել, որոշում կայացնել, այդ քննարկումը հետևյալն է, դեռևս մեղադրող կողմ, պաշտպանող կողմ, մնացած կողմերը իրենց ասելիքները պետք է ասեն։ Եթե դատավորը ասի, որ քանի որ ամնիստիա է, պարոն դատախազ, պարոն պաշտպաններ, պարոն մեղադրողներ, կարող եք արագ ասել կարճ տարբերակով ձեր մոտեցումները, այդ դեպքում նույնիսկ տեսականորեն կրկնում եմ, հնարավոր է ցանկության խնդիր է Տիգրանը ազատ արձակվի դահլիճից։ Բայց ամենևին անօրինական չի, եթե դատավորը շարունակի այդ ամբողջ պրոցեդուրան։ Հարցնի մեղավորներին, միգուցե վկաներին, մենք դեռ վկաների խնդիր կարող ենք առաջ բերել, բոլոր կողմերին և այդ պրոցեդուրաները տևի չի բացառում մինչև դեկտեմբերի 25-ը։ Կրկնում եմ տեսական։ Ամնիստիայի ավարտը այս առումով դեկտեմբերի 25-ն է։ Հուսամ, որ հնարավոր կարճ տարբերակով կգնա և Տիգրանը շուտ կարձակվի։ Դա ամենևին չի նշանակում, որ մեր գործողությունների մեջ փոփոխություն պետք է մտցվի։ Մենք պաշտպանելու ենք ամեն օր ուրբաթօրյա մեր ակցիաները և դատարանում մասնակցելը Տիգրանին պաշտպանելու և ստորագրությունների հավաքը։ Նշանակում է, կրկնում եմ, բոլորս շարունակում ենք մեր պայքարը Տիգրանի ազատության համար ներքին, միջազգային բոլոր կառույցներում, մինչև իշխանությունը որոշում կկայացնի, որ պահին է ազատ արձակում։ Այս Տիգրանի հետ կապված։ Չէ, ես խոսում եմ, ինչ ուզում եմ խոսել։ Անեկդոտային մասը, սիրելի ժողովուրդ, հումորով վերաբերվելը ուժեղ մարդու գործ է։ Ես պատմում եմ այսօրվա, երեկվա, առաջի օրվա գազի գնի հետ կապված անեկդոտները։ Սա մի երկիր է, որտեղ մի քանի անլուրջ մարդ որոշում են երկրի ճակատագիրը
հասարակության բոլոր շերտերի հետ կապված կարևորագույն խնդիրները։ Բոլորդ ներկա եք, բոլոր լրատվական միջոցները ներկա են եղել, ես 6 ամիս շարունակ 4 անգամ պաշտոնապես դիմել եմ կառավարությանը ստանալու բոլոր հայաստանցիներին վերաբերող գազի գնի պայմանագիրը, ինչպես է թանկացել, ինչքան է թանկացել, ինչ հիմնավորումով է թանկացել։ Մինչև այս պահը չկա այդ փաստաթուղթը։ Տիգրան Սարգսյանը պարլամենտում հայտարարեց ավելի քան սկանդալային բան, որ պայմանագիր չի եղել։ Սա շոկ էր։ Պարլամենտում բոլորը մտածում էին, որ ինքը միգուցե չի հասկացել, որ հարցը չի վերաբերում գազի գնին։ Դրանից հետո, պարլամենտի նիստից հետո ինձ հրավիրել է զրույցի։ 10 րոպե առանձնազրույց ենք ունեցել պարլամենտի դահլիճում։ Եվ ինձ հիմնավորում էր, թե ինչու պայմանագիր չկա, թե ինչպես է ստորագրվել, ինչպես է որոշվել գազի գինը։ Ես մտածում էի, որ միգուցե այդ մարդը շփոթվել է, չի հասկացել։ Բայց ինքը ապացուցեց, որ իսկապես գազի գնին է վերաբերում իմ հարցը եւ մեր խոսակցությունը նույնպես։ Ես բնականաբար բարեկիրթ մարդ եմ, չեմ հրապարակի մեր խոսակցության մանրամասները, չի կարելի, որտեղ դա անձնական խոսակցություն եղել։ Բայց էությունը հետեւյալն է, որ ինքը հիմնավորում էր, որ գազի պայմանագիր չկա։ Սա դառնում է մի նոր աբսուրդ անեկդոտ, երբ Հայաստանը գազ է ստանում այլ երկրից եւ գազի գինը բարձրացել է առանց պայմանագրի։ Ես անեկդոտ եմ դարձել, եթե կոշիկի տակացու որևէ հայաստանցի Ռուսաստանից բերի, առանց թղթի մաքսատանը կկալանավորեն, չեն թողի բերի։ Մանդարին բերի, կարտոֆիլ տանի, ինչ ուզում է ժողովուրդ, անեկդոտ եմ վերածում։ Այլ երկրից, այլ երկիր ապրանք մտնելու համար լինում է պայմանագիր, թղթեր, համաձայնություններ, որի հիման վրա միայն գների կոմիտեն, հանրային ծառայությունների կոմիտեն իրավունք ունի գին փոխի, ինչը տեղի է ունեցել։ Բայց որ հիմնավորեց հակառակը, կրկնում եմ ես եւ ոչ միայն ես շոկի մեջ եմ։ Այսօր ես ասուլիս եմ տվել թեմայով եւ ինչ որ ասում եմ, ձեզ համարյա արդեն ասել եմ։ Հաջորդ օրին զանգում է Տիգրան Սարգսյանը։ Երկար զրուցում է եւ մոտավորապես ներկայացնում, որ եղել է պայմանագիր երկու սուբյեկտի միջև, Գազպրոմի Հայ-Ռուս գազարդի հետ։ Հիմա այն հարցը, այդ դեպքում, բայց չէ որ Հայաստանի կառավարությունն է Հայ-Ռուս գազարդի մասնաբաժնի տերը, 20%-ի տերը Հայաստանի իշխանությունն է, Հայաստանի ժողովուրդը։ Այդ դեպքում, եթե կա պայմանագիր, ինչի՞ չեք հրապարակում, 6 ամիս ուզում եմ այդ պայմանագիրը։ Եթե չկա, դա ինչ է նշանակում, հայ ժողովրդին դուք թալանում եք առանց պայմանագրի, առանց փաստաթղթի, յուրաքանչյուրս մուծում ենք, չէ, հուլիսի 7-ից սկսած յուրաքանչյուրս թանկ գազ ենք մուծում եւ էլեկտրականություն։ 45%-ով էներգակիրները իմ վրա, ձեր վրա թանկացել են։ Եվ ես այդքան ավել եմ մուծում։ Ինչ է նշանակում։ Ապօրինի է։ Այսինքն Հայաստանի կառավարությունն է որոշել թանկացնել առանց ռուսների։ Այդ ուրիշ այլանդակություն է։ Համատեղ եք արել, ինչն է պատճառը, որ չեք հրապարակում։ Այնտեղ կա այնպիսի բաներ, որը մեր անվտանգության հետ է կապված, Հայաստանի սեփականության հետ է կապված։ Ինչն է պատճառը, ինչի չեք հրապարակում։ Ընդ որում ձեզ ասեմ, մենակ ես չի, այնպես չի, որ մենակ ես որպես ընդդիմադիր կամ մեր խմբակցությունը, ոչ դաշնակցությունն է ստացել այդ թուղթը, ոչ հանրապետականը, ոչ Հովիկ Աբրահամյանը։ Չեն տեսել այս թուղթը։ Եզրակացություն հաջորդ, տեսական եզրակացություն։ Այնտեղ կան այնպիսի վտանգավոր կետեր, որ հրապարակելը խայտառակություն կլինի։ Կամ միգուցե իսկապես չկա որևէ թուղթ, սա մյուս այլանդակություն է։ Եվ ես այսօր, դուք կարող եք իմ ելույթը նայել կիրակի օրը խորհրդարանական ժամով, 20 օր ժամկետ եմ տվել կառավարությանը։ Կամ հրապարակել այդ թուղթը, կամ փակ նիստ հրավիրել պատգամավորներին ներկայացնել այդ փաստաթուղթը, եթե կա այնտեղ այնպիսի կետեր, որ պետք չի հրապարակել, դա էլ նորմալ է։ Եթե կա պետական գաղտնիք, ապա կարող ենք ստորագրել, որ դա չի հրապարակվում եւ բոլորս ծանոթանալ։ Կամ եզրակացնում ենք ավելի վատ բան, որ Հայաստանը տարիներ շարունակ պարտքեմուծում յուրաքանչյուր քաղաքացի առանց որևէ պայմանագրի։ Եվ ես ձեզ տեղյակ եմ պահում, կիրակի օրը 10:00-ից նայեք իմ հայտարարությունը, 20 օրվա ընթացքում կառավարությունը պետք է Հայաստանի ժողովրդին ասի, ինչ է տեղի ունեցել։
պայմանագիր կա թե չկա, եթե կա, ինչ է պայմանավորում, եթե չկա, ինչ է պարունակում։ Եվ սա նշանակում է, բայց բոլոր դեպքերում ամփոփում է, սա ծաղր է իշխանական կողմից ժողովրդին։ Սա ամոթ է, կամ թալան է, կամ գաղտնիության պայմաններում գործող ինչ որ մի կլան է, որը չգիտես ինչ է անում։ Թվերը ասեմ, որ ասածս հիմնավորվի 150 միլիոն դոլար մոտավորապես մենք պարտք ենք արդեն անցած տարվա գազի համար։ Մոտավորապես այդքան պարտք ենք արդեն այս տարվա համար, որովհետև պայմանագիրը գործում է ապրիլի 1-ից։ Մենք սկսել ենք թանկով վճարել հուլիսի 7-ից։ Պլյուս Տիգրան Սարգսյանի նամակն եմ ես հրապարակել, որով ինքը դիմում է գների կոմիտեին կամ Ռոբերտ Նազարյանի հանձնաժողովին, որ այն գազը, որ մենք ստանում ենք սահմանի վրա 270 դոլարով, մենք մուծենք 189 դոլարով, 30%-ը պետությունը կառավարության հաշվին, բյուջեի հաշվին պետք է ամնիստիա անի, պետք է սուբսիդիա անի։ Մինչև հիմա անցել է 6 ամիս ժողովուրդ, այդ սուբսիդիան չկա, կառավարությունը փող չունի, կառավարությունը այդ որոշումը չի կայացել, եւ եթե կայացնի էլ, ապա դա մեր վզին է նստելու նորից, մեր գրպանից է գնալու, որտեղ կառավարության բյուջեն ձևավորում է քաղաքացիների տուրքերից, մուծումներից, վճարներից։ Այսինքն դա չի նշանակում, թե մենք 270 դոլարով չենք մուծելու։ Բոլոր դեպքերում ինչ տարբերակ էլ գնան, դա մուծվելու է Հայաստանի քաղաքացու գրպանից։ Բայց սա անորոշություն է, դատարկություն եւ խառնաշփոթ։ Ու ես հայտարարել եմ, հայտարարում եմ։ Այս երկրի առնվազն երկու ղեկավար Սերժ Սարգսյան, Տիգրան Սարգսյան, առնվազն առաջինի պատասխանատվությամբ, անլուրջ են։ Անլուրջ մարդիկ են եւ Հայաստանի ժողովրդին վերաբերում են անպատասխանատու ձև Հայազգային կոնգրեսն է, ընդդիմադիր քաղաքական ուժերը եւ օրեցօր ավելացող, ինչպես տեսակ, հասարակական քաղաքացիական շարժումներ, որոնք գնալով շատանում են։ 100 մետր վերև ցույց է, այստեղ ցույց է, այսօր առավոտյան պրեզիդենտականի դեմը 2 ցույց է։ Ամեն օր Հայաստանում, ամեն օր առնվազն 6-7 տեղ, 10 տեղ քաղաքական ցույցեր են տեղում։ Կգումարվեն, կհզորանան, այս մարդիկ կամ խելք կունենան, իրանք կգնան կամ ստիպված կքշվեն ժողովրդի կողմից։ Լավ եղեք, շնորհակալություն եւ լավատեսություն բոլորիդ։